Դրեք, առաջացակ, ելի մուտքը մի պեկեցակ, հացակ
Ողջույն սիրելի հայրենակիցներ, ողջույն սիրելի շնորհեցիներ։ Այսօր Քարոզարշավի հետ կապված մեր մոտ հանդիպում է Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ, Հայաստան դաշինքի վարչապետի տեխնացու Ռոբերտ Քոչարյանը։ Նաև Հայաստան դաշինքի պատգամավորներ թիմի անդամներ։ Ձայնը ուզում եմ փոխանցել Գերգիրաս Վարդանին։ Ողջույն Ժողովուրդ ջան, ո՞նց եք։ Ժողովուրդ ջան, ուրեմն մենք նոր չի որ ծանոթ ենք։ Համարյա Գորիսեցի եմ դարել, ենքանը մեկ էլ գնացել, գյուղ, բոլորին ճանաչում ենք, քաղաքով բոլորի հետ շփվել ենք, ճանաչում ենք։ Ուրախ եմ նաև այսօր այստեղ այս ծանր պայքարի այս հանդրվանում ձեզ այս դահլիճում տեսնելու, մեր կողքին տեսնելու համար։ Հիմա բոլորս հասկանում ենք ինչ է տեղի ունենում, ինչ է կատարում, գալու են, նաև եկել են, վաղն էլ գալու են մարդիկ, տարբեր քաղաքական ուժեր, տարբեր մոտեցումներով, առնվազն իմ պատկերացմամբ մենք չենք եկել ստեղ, որ ասենք թե մենք ինչքան ենք թոշակները բարձրացնելու, դրա մասին ենք խոսում, այդ ծրագրերներ կա, այս ամեն ինչի մասին խոսում ենք, տարբեր սոցիալական, կենցաղային, անվտանգային մասին խոսում ենք ու ասում ենք, ու մեր թիմը առնվազն այդ ամեն ինչը արել է, ապացուցել է, տեսել եք, բայց գիտեմ, որ այս պահին ամենաշատ այստեղ հավաքվածներին անհանգստացնում է մեր պետության, մեր սահմանների անվտանգությունը։ Գիտեմ, այս պահին ամենաանհանգստացնող հարցը դա է բոլորիս համար։ Եվ այստեղ հավաքվածների մի մեծ մասը, հսկայական մասը, ովքեր էլ որ այս պահին այստեղ չեն գտնվում, մտքով, սրտով, իրենց գաղափարներով մեր հետ են, այս թիմի հետ են եւ ուզում են իրենց պայքարով, իրենց ներկայությամբ, իրենց ամսի 7-ի գործողություններով լուծեն առաջին հերթին իրենց սահմաններին, իրենց քաղաքին, իրենց գյուղերին սպառնացող անվտանգության այս խնդիրները։ Բոլորս գիտենք ինչ է կատարում մեր երկրում, գիտենք թե ինչ է պատահել մեր երկրին, բայց պետք է այս դահլիճում հավաքվածները առավել ևս այստեղ ներկա գտնվողները, ովքեր որ այս ծանր շրջանում նախընթաց տարիներին մեր կողքն են, մեր հետ են, իրան լավ ճանաչեն, մեկը մյուսի կողքում նվստած մարդկանց դեմքով ճանաչեք ու հիշեք, անցնելու է այս փոթորիկը, կգա սրանից հետո 5, 10, 15 տարի հետո, բայց առնվազն իրար պետք է հիշեք, չմոռանաք, հիշեք, որ այդ ծանր ժամանակաշրջանն ու արավիրքը պատահեց մեզ ու մեր ժողովրդին, դուք էիք այն ողնաշարը, դուք էիք այն մարդիկ, ովքեր որ մեր ժողովրդի արժանապատվության դրոշը նետել էին մի կողմ, բայց մաքարելով, դժվարությունների միջով անցնելով, քրեական հետապնդումների, վախի տոտալ հետապնդումների ենթարկվելով չհանձնվեցիք, չկոտրվեցիք, կանգնեցիք ձեր պետության, ձեր ժողովրդի արժանապատվության դիրքերում եւ փորձեցիք բարձրացնել մեր ժողովրդի արժանապատվության դրոշը։ Այսօր մեր հասարակության մի հսկայական հատված վախեցած է, թաքուն է գործում, վախենում է իր մտածումները, իր զգացմունքները, իր խոսքերը հրապարակային ասել, իր գործողությունները ցույց տալ, բայց դուք այդ հասարակության միջի այն փոքրամասնությունն եք, այն արժանապատիվ փոքրամասնությունն եք, որ չընկրկեցիք, չվախեցաք ոչնչի առաջ, ոչ մեկի առաջ։
Կգա սրանից հետո կանցնեն տարիներ, համ դուք կհիշեք, համ ձեր երեխաները կհիշեն, համ մեր ժողովուրդը կհիշի։ Ձեր նմանները Հայաստանում բազմաթիվ քաղաքներում եւ գյուղերում են։ Ու ձեր նմաններից է կապված մեր ժողովրդի, մեր հայրենիքի, ձեր հայրենի Գորիսի վաղվա ապագան։ Ամեն ինչ ձեզանից է կապված։ Խնդրում ենք, հորդորում ենք, ցույց տաք Գորիսեցու իրական ըմբոստությունը։ Մենք գիտենք, Գորիսեցիք բնավորության ըմբոստ են, համարձակ են, վճռական են, հիմա ինչ-որ արկածախնդիրներ եկել, հայտնվել են տարբեր պաշտոնների և աթոռների փորձում են այդ ըմբոստությունը ճնշել, բայց վստահ եմ, որ ամսի 7-ին Գորիսեցին իր ուժը, իր ըմբոստությունը ցույց կտա, մերժելով այս խայտառակությունը, այս պառակտումը, այս բաժանումը, նվաստացումը, ստորացումը, որովհետև սա մեզ վայել չէ։ Նորից եմ ասում, մենք չենք եկել, ես անձամբ չեմ ուզում խոսել, թե ինչ տնտեսական ծրագրեր ունենք, սոցիալական ծրագրեր ունենք։ Մի քանի հարց ունեմ տալ։ Վաղը, որ ձեզանից յուրաքանչյուրը ինչ-որ մի խնդիր ունենա, ինչ-որ մի պրոբլեմ ունենա, ինչ-որ մեկի հետ հարց ունենա, թե անձնական, թե ընտանեկան, թե տղայական, ամենայն հարգանքով բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ։ Դուք գիտեք ով է մեր քաղաքական ուժի ղեկավարը։ Կուզեք ձեր ընկերը այդ հարցի մեջ, կամ ձեր ընտանիքի բարեկամը, այդ բոլորից մտքում մտածեք, ով կուզեք այդ ձեր դժվարության մեջ ձեր կողքին լինի։ Տեսեք, համեմատեք, եւ ամեն մեկը ձեր սրտով ու մտքով գնացեք ընտրության։ Ձեր սրտով ու մտքով գնացեք, մերժեք այս չարիքը, ժողովուրդ ջան, այս չարիքը, հիմա մենք չենք եկել վախեցնել, թե վաղը ինչ է լինելու, արդեն վախեցնելու է չի, պարդ է, փաստ է, ապացուցել են, թե ինչ են բերում մեր գլխին, խոսում են Շուշիի, Հադրութի դեօկուպացիայից 21 թվի ընտրություններին, հիմա վախենում են Շուշիի, Հադրութի ընդհանրապես, ոչ միայն Արցախի, այլ Արցախ բառը կամ արցախցի բառը օգտագործել։ Մարդկանց ասում են, ինչ եք ողջ մնացել։ Մենք ողջ ենք մնացել։ Մենք ողջ ենք մնացել, որ ձեր քաղաքական գերեզմանը տեսնենք, մենք ողջ ենք մնացել, մենք ողջ ենք մնացել, որ ձեր այս ստորացման, խայտառակության, դավաճանության, այս գարշահոտը թաղենք, որ տարածվել է մեր հայրենիքում, մենք դրա համար ենք ողջ մնացել, ու քանի դեռ ողջ ենք, շնչում ենք, կապ չունի ինչքան է տևելու այս պայքարը։ Այս պայքարի մեջ մենք գնալ ենք այնքան մինչև որ հաղթանակ լինի։ Եթե ուզում եք մի րոպե մի վայրկյան շուտ եք հաղթանակը լինի, ամեն մեկը ձեր հարևանին, բարեկամին, ընկերոջը համոզեք, որ ամսի 7-ին այդ հաղթանակը բերեն։ Ամսի 7-ին փորձենք այդ հաղթանակը մեկ օր շուտ բերենք մեր ժողովրդին։ Բայց քանի դեռ հաղթանակ չի եղել, մի բան ենք խոստանում ձեզ։ Անընդհատ պայքարի մեջ ենք լինելու։ Մենք չենք մոռանալու հաղթանակից հետո։ Ոչ նրանց, ովքեր որ այդ դժվար օրերին մեր կողքն էին, ոչ նրանց, ովքեր որ մեզ ծաղրում էին, ոչ նրանց, ովքեր որ մեզ այդ պայքարի ճանապարհին կիսատ թողեցին։ Այս պայքարը տևելու է այնքան, մինչև որ հաղթանակ լինի։ Ձեզ խնդրում եմ չհանձնվել, չհաստատվել, չկոտրվել, գնալ Գորիսեցուն արժանապատիվ ձևով, Գորիսեցուն բնորոշ ըմբոստության, ըմբոստանալ այս խայտառակության դեր։ Ուրեմն ժողովուրդ ջան, ամսի 7-ին բոլորս գնում ենք քվեարկելու համար 17-ին։ Ես վստահ եմ, որ մենք միասին կարողանանք։ Ուզում եմ հավատալ մեր միասնականության, ուզում եմ հավատալ մեր ուժին եւ ուզում եմ մենք ամսի 8-ի արշալույսը միասին հաղթանակով դիմավորենք։ Ուրեմն միասին կարող ենք, միասին կարող ենք։ Շնորհակալություն։ Ոսկրս փոխանցում եմ դեպ Գեղամ Մանուկյանին։ Սիրելի սյունեցներ, սիրելի գորիսեցներ,
իրականում մեծ մասը արդեն հարազատ է, որտեղ առաջին անգամ չի հանդիպումը այս դահլիճում կամ ամեն մեկի բնակավայր գյուղերում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել ու շարունակում ենք այդ կապը։ Նայեք, մեր երկիրը սիրո հայրենասեր ամեն մարդ, Հայաստանում կա երկու քաղաք, երկու ճանապարհ, որ հանգիստ չի կարողանում գնալ։ Այդ մեկ Վարդենիսն է, մեկ էլ Գորիսն է։ Որտեղ ամեն մեկը հասնելով Գորիս եւ Վարդենիս, այդ սրտի ցավը որ ունի, կորսված իր Արցախ հայրենիքի հետ կապված չի կարող հանգիստ ապրի։ Չի կարող հանգիստ ապրի։ Եվ իրականում նաև այս երկու տարածաշրջանների, եւ Գորիսի, եւ Վարդենիսի, եւ աշխուժության, կենսագործունեության առումով այն հարվածը որ եղավ, բայց դրա հետ մեկտեղ հայրենիքի կորստի հարվածն է։ Ու պատահական չի այստեղ շատ-շատերի ճանաչում եմ նաև, որ հաստատվել են հենց այս տարածքով։ Հաստատվել են մեղու են պահում, որ Բերդաձորից օրինակ մեղուն բերի Բերդաձորի բուրմունքը ավելացնի իր մեղերի մեջ։ Բայց մի բանի մասին եմ ուզում ասել, տեսակի մասին։ Իրականում չեմ ուզում ցած քաղաքական բան համոզեմ, թե ինչ է այս իշխանությունը։ Ես ուղղակի երկու տեսակ մարդ եմ, հայեր չեմ ասում։ Իշխանության եւ այն մարդիկ, որ հավաքվել են, Հայաստան դաշինքի շուրջ են հավաքվել, պարոն նախագահի շուրջ են հավաքվել։ Այդ Գորիս եղավ են ոնց որ գերազտ ասեց, այն հարվածի տեղը, որտեղ մեր 100,000-ից ավել արցախայերին դիմավորեցին, փայփայեցին, հասան օգնության։ Այստեղ շատ-շատերը գորիսեցիների այդ օգնության հասնողներն են։ Եկել են Երևանից տարբեր շրջաններից օգնություն։ Նորմալ որևէ հայ այս ամբողջ ընթացքում որևէ արցախցու կարող է երես տա, որ սա է մարե, սա է մարե, մեր հայրենակիցներ եւ մեր պարտքն է, որտեղ Արցախն էր, որ Գորիսը, Արցախն էր, որ այստեղի շուրն ու մյուս գյուղերը սահմանամերձ չէ դարձնում, Արցախն էր պահում, որ Վարդենիսը սահմանամերձ չէ, ներքին հանդում մի տարի առաջ մի կին Նիկոլին ասում է շնորհակալ եմ, որ առաջին ղեկավարներ եկավ սահմանամերձ գյուղ, ասում լսեք, ներքին հանդը Հայաստանի կենտրոնն է, այդ օգնող ու սրտով օգնողը մի տեսակն է, որ այս իշխանության դեմ է կանգնած, երկրորդ տեսակը, որ մարմնացնում է Նիկոլ Փաշինյանին, տեսել եք, առավոտվան գիշեր, ինչ տարիքով մարդերում ասում թոշակը 10,000-ը բարձրացրել են, 2 կոպեկ փողա բարձրացել, բայց այս ժողովրդի քթից է բերում։ Նիկոլից հետո ՔՊ-ի ամբողջ մարմնացումը Թալինում մի հատ քաղաքապետ կա։ Եկեղեցու դեմ հարձակվող, հայրենակիցների հետ դեմ հարձակվող, ամեն օր ճամբար փոխած, 30 տարվա մեջ իր գերդաստանով հազարատներ փոխին։ Մեկ Լևոնի կողքեն, մեկ Լևոնի դեմ են, մեկ սրա կողքեն, մեկ սրա դեմ են։ 2 օր առաջ Սափեյանը, Թալինի քաղաքապետը ասել է մի արտահայտություն, որ այսօրվա իշխանության քաղաքականությունն է։ Վստահ գնում է թե արցախցի կին է, բայց վստահ է, որ արցախցի են չէ ծառմատներով, վերաբնակեցված շրջաններից են, ասում է ես ենք արել, մեկ էլ ասում է չէ թողեք, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ասում է Հայաստանը թողեք գնալու է։ Այս է հայի եւ ոչ հայի տեսակը։ Ու ձեր ընտրությունը այս երկու տեսակի մեջ է։ Մեր հայրենակիցների, քանի որ հիմա Հայաստանի տարբեր բնակավայրերում նայում են, եւ այս առումով մեր երկրի ապագան, որ ասում ենք վճռական ընտրությունը սրանով Հայաստանը վերադարձում է հայ տեսակի իշխանության, թե Հայաստանը թողնում ենք թշնամու ձեռը մնա։ Այլ ընտրություն չկա, ոնց որ Սև լճի մոտ ծածկա դմփոց արեցի, թե ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է, ոնց որ առավոտվանից քեֆ ուրախություն համերգ, ուտել, զրկտվել, գառան խաշլամա, բայց մարդկանց մեջից ուղեղից որ հաներ, որ իշխանասարի գլխին թուրքը նստած է, որտեղ թուրքը նստած է, որտեղ գյուղերի սահմանի մի դիրքից մեկը 30 մետր է, Տեր գյուղի դիր գնում է մարդ լացը գալիս է, քարը խփում է, քարը ասում է թուրքին, դե այդ քար խփելու համար
զինվոր են պատժում։ Հիմա որևէ մեկը հիշում է Հայաստանում, որ տեղ գյուղում այս իշխանության անշնորհքության հետևանքով թուրքը 1.5 կիլոմետր առաջ եկա։ Մեր 4 հրաշքպես տազի տղեկ զոհվեցին դրա պատճառով։ Չեմ ուզի ոչ մի բան ավել ասել։ Վստահ եմ դուք ինձ ավելի շատ կհամոզեք, որ միասին եւ դուք ինձ ավելի շատ կհամոզեք իմ ընկերների, որ հունիսի 7-ին մեր կտրում ենք եւ դրանից հետո հիմա չգիտեմ էլ Արցախցու եմ խոսքը փոխանցում, Երևանցու եմ փոխանցում, բայց չէ Գորիսի արմատներով Սերյան Օհանյանին եմ խոսքը փոխանցում։ Բարև ձեզ սիրելի շունեցիներ, գորիսեցիներ, արցախցիներ, սիրելի հարազատներ։ Թույլ տվեք ողջունել եւ շնորհակալություն հայտնել մեր բոլորի անունից այսօրվա միջոցառմանը մասնակցելու համար։ Իրականում բոլորիս ակնկալիքը մեկն է, որպեսզի մենք հունիսի 7-ին օրինական ճանապարհով ընտրություններով կարողանանք կանգնեցնել այն բոլոր թերությունները, այն բոլոր արհավիրքները, այն բոլոր ակումբները, որ կախվել են Հայաստանի Հանրապետության վրա։ Եվ բոլորիս ակնկալիք է այն է, որ մնացած 10-11 օրերի ընթացքում մենք բոլորս միասին աշխատենք, ոչ միայն այս դահլիճում, այլ նաև բոլորս մեր հարազատների, բարեկամների, հարևանների բոլորի հետ, որովհետև կարծում եմ, որ մեր ազդեցությունը, մեր հնարավորությունները շատ ավելի մեծ են, ինչպես այստեղ խոսվեց եւ Գորիսցու ըմբոստ կեցվածքը, արժանապատվությունը մենք պետք է կարողանանք հունիսի 7-ին պետք է կարողանանք պահել։ Ակնհայտ է, որ այս դժվար իրավիճակից մենք կարող ենք դուրս գալ միայն փորձառությամբ։ Եվ մենք բոլորս հասկանում ենք, որ այսօրվա քաղաքական դաշտում քաղաքական, ռազմաքաղաքական գործունեության առումով ամենափորձառու թիմը Հայաստան դաշինքն է, մեր թիմի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ եւ այդ փորձառությունը մի քանի անգամ ապացուցվել է Արցախյան շարժման, Արցախյան ազատամարտի, Հայաստանի անկախության, պետականության կերտման ժամանակահատվածում եւ մեր առաջնորդը գործուն դերակատարություն է ունեցել։ Ապացուցվել է այն ժամանակ, երբ որ անցումային փուլին բնորոշ իրավիճակ էր, դժվար իրավիճակ էր եւ Հայաստանում եւ Արցախում, եւ Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց երկու պետությունների ղեկավարությունը, նախագահությունը եւ ամրապնդեց մեր պետականությունը, զարգացրեց տնտեսությունը, զարգացրեց ենթակառուցվածքային ամբողջ ցանցը, համակարգային անվտանգային գործունեություն իրականացրեց եւ այդ ամենի արդյունքը մենք տեսանք, որ Հայաստան եւ Արցախ միասնական համակարգն էր եւ տարիներ առաջ մինչեւ 2020 թվականի պատերազմը Արցախն էր մեր սահմանը, Արցախն էր կարելի ասել մեր զրահաբաճկոնը, Արցախն էր մեր վահանը եւ մենք չէինք առնչվում սահմանային որևիցե մի խնդիրների։ Ես ուզում եմ նաեւ ասել, որ մեր թիմը փորձառություն է ձեռք բերել նաեւ 21 թվականի արտահերթ ընտրությունների ընթացքում եւ նաեւ թիմի պատգամավորական խումբը ազգային ժողովում եւ ազգային ժողովից դուրս դաշինքի հետ միասին իրականացրել է իր գործունեությունը եւ ուզում եմ այստեղ այս պահին կարևորել մանավանդ Սյունիքի երկու պատգամավորների արկայությունը Աննա Գրիգորյանի եւ Սիսյանից Արտուր Սարգսյանի ներկայությունը, որոնք իրենց ըմբոստ կերպով պայքարել են եւ մեր դաշինքը եւ մեր թիմը ցույց է տվել, որ մենք կարող ենք վերականգնել, կարող ենք ծնկի իջած վիճակից բարձրացնել հայ ժողովրդի ոգին եւ նաեւ կարող ենք պայքարի ոգի, պայքարի օրինակ ստեղծել մյուս քաղաքական ուժերի համար, ինչը մենք իրականացրել ենք։ Այդ ամենը փորձառության շնորհիվ է։ Ովքեր են մեր դիմաց, ովքեր են
այս երկիրը այս իրավիճակին հասցրել։ Մի մարդիկ, որոնք որ փորձանք են բերել մեր երկրի գլխին։ Մեր երկիրը դարձրել են փորձադար, այն հայտնի խոսքերով։ Մեկ էլ փորձենք, փորձը փորձանք չի։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ ինքը այն աղետը բերել է ոչ միայն Արցախի վրա, Արցախը հայաթափվեց, Արցախի նկատմամբ ագրեսիա իրականացվեց եւ կարելի ասել նաեւ ցեղասպանություն իրականացվեց։ Ինքը այդ փորձանքը բերել է նաեւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար։ Այստեղ ասվեց, բայց ես ուզում եմ մեկ անգամ եւս կրկնեմ, որ երբ որ Արցախում պատերազմ էր եւ նորմալ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է կրահեր, կանխատեսեր հակառակորդի հնարավոր գործողությունների բնույթը եւ հեռանկարային գործունեությամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ոչ մի բան չձեռնարկեց սահմանային, հատկապես Սյունիքի պաշտպանությունը կանխորոշելու եւ նախապես իրականացնելու համար։ Ադրբեջանցին, ուրեմն առաջի գծից 100 կիլոմետր միջև Գորիս, Սիսիան, Կապան, Սևլիչ, Իշխանասար, ավելի արագ եկավ, բարձրացավ մեր ռազմավարական բնագծերը, մեր ռազմավարական կետերը, քան թե մենք մեր առջևում ունեինք բնակեցված, ուզում կրկնում եմ, բնակեցված բնակավայրեր, եւ մենք տեր չկանգնեցինք, ես նկատում եմ ոչ թե մենք, այլ Նիկոլ Փաշինյանը, տեր չկանգնեց բնակեցված բնակավայրերի բնակչությանը, մեր քաղաքացիներին, որպեսզի իրենց իսկ ուժերով նախորդ բարձրանան եւ զբաղեցնեն այն դիրքերը, որոնք այսօրվա Ադրբեջանի կողմից զբաղեցրած չէին լինի։ Երեք մենք Կապանում էինք եւ Գորիսում էինք։ Մոտավորապես 7 Գորիսի կամ 7 Կապանի տարածք Հայաստանի Հանրապետությունից, 7 անգամ Գորիսի տարածք։ Այսօր ադրբեջանցիները զբաղեցրել են եւ հետ չեն գնում եւ դրանով իսկ նաեւ պարտադրում են Հայաստանի Հանրապետության իշխանություններին ճնշումներ գործադրում, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերություններում ունենան առավելություններ։ Այս իշխանությունները, տեսեք, այս ամենի շրջանակներում ասում են, որ մենք մեր պարտականությունը փայլուն ենք կատարում։ Ես մեկ անգամ անդրադարձել եմ, այո, դուք փայլուն կերպով ուրեմն ձախողեցիք բանակցային գործընթացը, մցրեցիք մեր երկիրը փայլուն կերպով պատերազմական վիճակի, ոչ մի բան չարեցիք պաշտպանությունն իրականացնելու եւ մեր դիրքերը, Հայաստանի Հանրապետության դիրքերը փայլեցրեցիք եւ տվեցիք մեր հակառակորդին։ Փայլեցնել բառը այստեղ ես հենց այնպես չեմ ասում, որովհետեւ նոր կառուցված այս բնագծերում 30 դիրքերից 15-ը նորից հակառակորդի կողմից գրավվել է։ Եվ այս իրավիճակում մենք փորձում ենք այսպես դիմանալ այս իշխանություններին։ Իրենք ասում են, որ մենք ինչ-որ բան են անում, ասում են մենք աննախադեպ առաջին անգամ ինչ-որ գործողություններ ենք իրականացնում։ Աննախադեպ նենգափոխում են մեր պատմությունը եւ աննախադեպ PR-ով են զբաղված, փոխանակ զբաղվեն իրենց գործերով, զբաղված են SMS-ներով իրենց գործողություններ իրականացնելու։ Մեկ խոսք եւս բանակի մասին, ես չէի կարող չխոսել բանակի մասին, որովհետեւ գտնվում եմ մի այնպիսի տարածքում, որոնք որ ոչ միայն բանակի կողքին են եղել, այլ նաեւ այստեղ ձևավորված կամավորական ջոկատները իրենք են հիմք կազմել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության կանոնավոր բանակի ստեղծման։ Եվ այսօր ձեր բոլորի գործունեությունը մեր գործունեությունն է։ Երկրի ղեկավարը, վարչապետը փորձում է զրոյացնել։ Մի քանի օր առաջ, 2 օր առաջ ինքը այսպիսի արտահայտություն արեց, որ մենք բանակի ստեղծումը զրոյից ենք ստեղծվել։ Իրականում զրոյից է մեր բանակը կառուցվել, ժողովրդի ուժերով, միասնական ջանքերով։ Այդ բանակը հաղթանակած է եղել տարածաշրջանում մրցունակ, որովհետև
նույն հակառակորդը չի կարողացել ոչ մի գործողություն իրականացնի, մեր նկատմամբ միջազգային առումով փոխգործունակ, որովհետև մենք բազմաթիվ զորավարժությունների ենք մասնակցել եւ ապացուցել, որ մենք մարտունակ ենք։ Եվ այսօր ուզում եմ այս ամբիոնից մեր հայրենիքից, մեր բոլորի հայրենիքից Նիկոլին պատասխանել։ Դու բանակի զրոյից ստեղծման հետ բացարձակ կապ չունես։ Դու բանակի զրոյացնելու հետ անմիջական կապ ունես։ Դու ես մեր բանակը քայքայել, դու ես որ ոչ մի բան չես արել մեր պաշտպանությունն իրականացնելու եւ դու ես որ բազմաթիվ միլիարդների զինամթերք ես թողել հակառակորդին եւ հետ վերադարձնել մեղքը գցելով ուրիշների վրա անվանելով որ փախել է։ Հիմա ինչ ենք մենք անելու բանակի հետ կապված։ Կարճ ասեմ, որ նախ եւ առաջ հայեցակարգն է փոխվելու, հայեցակարգի հիմքում դրված է լինելու մարտունակ բանակը։ Այս իշխանությունները ասում են պաշտպանունակ բանակ։ Պաշտպանունակ բառը վերաբերում է պետությանը, որը որ իր մեջ ներառում է տարածքի, բնակչության, բոլոր ենթակառույցների, բարոյական մակարդակի, հավաքական կամքի, միասնության եւ ամենակարևորը նաեւ նույն մարտունակ բանակի։ Իսկ մարտունակ բանակ նշանակում է մարդ վարելու ունակ բանակ, վերականգնելու ենք այդ մարդ վարելու ունակությունները։ Առաջին հերթին համալրման հետ կապված աշխատանք ենք տանելու, որովհետև այսօր բանակի համալրումը այս իշխանությունները թեկուզ բանակի իմ հարազատ կառույցն է, այս իշխանությունները ձախողել են իրենց կեղծ ատեստավորման, այսպես ճակերտավոր ասած ատեստավորման հիման վրա։ Մենք բանակի ողջ անձնակազմի բազային աշխատավարձը բարձրացնել են։ Ողջ անձնակազմի բազային աշխատավարձը, ընդ որում նաև պայմանագրայինների առանց որևիցե մի քննությունների, որովհետեւ սահմանամերձ գորիսեցին, սյունեցին, հնարավորություն ունենա գյուղատնտեսության հետ մեկտեղ, նաև ծառայությունը տանել իր սահմանի անվտանգությունը ապահովելու համար։ Իսկ մարտունակի բառի վերականգնման համար մենք ավելացնելու ենք զորավարժությունների, այսինքն պատրաստ ոչ զինուժում, ոչ մեր տեղեկություններով զորավարժություններ։ Իսկ բանակը նպաստելու է իհարկե սահմանամերձ հերսունիքի պաշտպանության։ Հիմա մենք ում ենք ուզում, որպեսզի մեր երկիրը այս իրավիճակից դուրս բերի։ Փորձառու մարդիկ, թե մեր երկրի գլխին փորձանք վերացնել։ Իհարկե փորձառուները մեր առաջնորդի գլխավորությամբ։ Այնպես որ մեր բոլորիս խնդրանքն է, որպեսզի հունիսի 7-ին մենք գնանք եւ աջակցենք Հայաստան Դաշինքին, այսինքն ես խոսքս ուզում եմ ավարտել, որ մենք դրանով կվերականգնենք մեր բարոյական, հավաքական կամքը եւ նաեւ մեր արժանապատվությունը։ Ուրեմն հունիսի 7-ին համար 17-ին միասին խոսքս ուզում եմ փոխանցել արմատներով գորիսեցի մեր առաջ կուսակցության ղեկավար, առաջնորդ եւ մեր թիմի անդամ կուսակցությունների դաշինքով Սևակ Խաչատրյանին։ Շատ սիրելի գորիսեցիներ, ողջունում եմ բոլորին, շատ ուրախ եմ այս հանդիպման համար։ Մենք ես էլ ձերպես մտահոգ եմ մեր երկրի ապագայով, ես էլ ուզում եմ տեսնել մեր երկիրը այնքան լավը, որ մեր զավակները, վաղը մեր սերունդը իրենք էլ ուզենան ապրել այս երկրում։ Ես էլ եմ շատ մտահոգ առաջնահերթ անվտանգությունով, որովհետև իմ պապերի գերեզմանը Հարթաշեն գյուղում է, մենք Ուրգունի շինացի ենք։ Հիմա հասկանում եմ, որ այս 21 թվականի աղետալի պատերազմից հետո, որը հրահրեց եւ բերեց Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանցիները հասել են արդեն իր պապերի գերեզմանից մի քանի կիլոմետր ընդամենը հեռու եւ անկեղծ եմ ասում, սարսափում եմ այն մտքից,
եւ մեր ամբողջ ընտանիքում այդ սարսափը, որ եթե հունիսի 7-ին հայ ժողովուրդը նորից քվետա Նիկոլ Փաշինյանին, ինչ է լինելու։ Սիրելի գոյացիներ, դուք այն մարդիկ եք, որ առաջինը արդեն չնայած ասվեց, բայց ասեմ դուք ինքներդ ձեր աչքով տեսակ դիմավորեցիք արցախցիներին, տեսակ եք ցավալի տեսարանները։ Մենք հիմա բոլորս պետք է պայքարենք, որպեսզի կարողանանք այդ աղետալի այս ընթացքը շղթան կտրենք, որ չշարունակվի։ Ես ցավով եմ ասում, ոչ մեկի չեմ ուզում վախեցնել, բայց եթե այս չարի իշխանությունը մնաց շարունակեց ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը, Արարատյան դաշտի ժողովուրդը նույն տեսարանը տեսնելու են, դիմավորելու են սյունեցիներին։ Իսկ դրա համար մենք բոլորս ունենք դա կանխելու համար շատ լավ հնարավորություն եւ շատ լավ շանս հունիսի 7-ին բոլորով մասնակցել ընտրություններին, որպեսզի կարողանանք ազատվել այս չարի իշխանություններից։ Այս 8 տարիների ընթացքում տեսել եք ստով իշխանության եկած մարդիկ այս 8 տարիների միայն ինչ ասում են, խաբում են այս ժողովրդին։ Կարծես նրանք ստի ինչ-որ մի գործարան ունեն ու տարբեր այդպես պաշտոններ են զբաղեցնում իրենց տարբեր քպեական չինովնիկները, թե ով ավելի լավ ու ավելի մեծ սուտ կասի։ Ամեն առավոտ այս 8 տարի սուտ ես ձեզ սիրում եմ, շարունակում այդ նույն հեքիաթը պատմել։ Չգիտեմ տեղին է թե չէ, բայց պիտի ասեմ, էլի, յուրաքանչյուր տղամարդ խորհուրդ է ինչ-որ մի կնոջ խափի մոլորեցնի մի գիշեր հետը անցկացնի, պարտադիր մի 5 անգամ ասում է ես քեզ սիրում եմ։ Հիմա այս մարդը ամեն ես ձեզ սիրում եմ ասելուց հետո մի նոր վտանգ բերում է Հայաստանի Հանրապետության գլխին, մի նոր Հայաստանի Հանրապետության ժողովուրդը սկսում է ապրել շատ ավելի վատ։ Ես ոչ կարեմ գորուսեցիներին եմ, որովհետև գորուսեցիները չնայած որ նշվել շատ ըմբոստ եւ ես ինքս շատ լավ գիտեմ, ես գորիսեցու ընտանիքի զավակ եմ, չնայած նրան որ ծնվել եմ, մեծացել եմ Էջմիածնում, բայց ես Գորիսի սաղ սարերում, ես բոլոր աղբյուրներում եղել եմ, ես ինքս համարում եմ ինձ հոգով իսկական գորիսեցու, էլի։ Ես լավ գիտեմ, թե ինչի է պատրաստ գորիսեցին։ Վստահ եմ, որ հունիսի 7-ին քվեարկելու ենք համար եւ այս բոլորը մենք միասին կատարենք, հանդիպումից հետո Եվ իհարկե խոսքս ուզում եմ փոխանցել Սյունեցի մեր բոլորի կողմից շատ սիրված ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանին։ Բարև ձեզ սիրելի սյունեցիներ, սիրելի գորիսեցիներ, սիրելի արցախցիներ, ինձ համար միշտ մեծ հաճույք է լինել Գորիսում եւ շփվել ձեզ հետ։ Գիտեք, առհասարակ մեր բնավորության մեջ մի քիչ չորություն կա եւ ինչպես իմ գործընկեր Սևակ Խաչատրյանն էլ ասաց, մենք ավելի շատ գործին ենք ուզում հավատալ, քան կեղծ խոստումներին, կեղծ հայտարարություններին։ Մենակ եկեք հասկանանք, այդ որ առավոտից իրիկում լաչարությամբ հայտարարում են, որ ես ձեզ սիրում եմ, դրա արդյունքը ո՞րն է լինում։ Դրա արդյունքով մենք նոր տարածքներ ենք կորցնում, մեր պետությունը ավելի փոքրանում է, մենք ավելի շատ զոհ ենք տալիս եւ ավելի շատ զիջումներ ենք իրականացնում։ Եվ ինչքան Նիկոլ Փաշինյանը սրտի կացույց տալիս հայ ժողովրդին, այնքան մեծ զիջումներ է իրականացնում մեր ժողովրդի շահերի հաշվին եւ շուտով կարող է նույնիսկ Ադրբեջանում ազգային հերոսի կոչում ստանալ։ Այ այդքան շատ է սիրում ինքը հայ ժողովրդի, որ շուտով կարող է Ադրբեջանում էլ նրան ազգային հերոսի կոչում տան, որովհետև մինչև հիմա ինչ արել է, բացառապես Ադրբեջանի շահերից ելնելով է դա արել։ Սիրելի ժողովուրդ, վաղը Հայաստանի Հանրապետությունում իբր տոնակատարություն են հայտարարել, ռազմական շքերթ են իրականացնելու, թե բա տեսեք ինչ բանակ ունենք։ Հիմա տեղ գյուղում նստած մարդը ինչ մտածի։ Նայելու է հրապարակում շքերթ է, Պապիկյանը կանգնած այսպես խրոխտ ելույթ հավանաբար կունենա, բայց հետո չի տեսնելու, որ ադրբեջանական դրոշը մեր երկրի տարածքում է։ Բայց շքերթ ինչի համար եք անում։ Բայց այդքան ուժեղ բանակ ունեք, ձեր ուժեղ բանակի վճռորոշ նախադասությունը այն ա եղել, որ ջերմուկում ադրբեջանցիները կսողոցանան կգնան։ Բա կարա պաշտպանության նախարարական գլխավոր շտաբի պետը նման հայտարարություն արի։
Բայց ռազմական շքերթը ում համար է կանում։ Այս մարդիկ ապրում են բացառապես սելֆիներով, տեսարաններով։ Ինչպես ժամանակին հիշում եք, սուերը բերեցին $100 միլիոն, վատնեցին այդ գնման վրա, պատերազմի ժամանակին չեղան այդ սուերը։ Լավ, մեզանից յուրաքանչյուր այդ հարցը պետք է տա, չէ՞, շքերթը որ անում եք ու շատ լավ է, մեր բանակը միայն պետք է ուժեղ լինի, միայն պետք է հզորանա։ Բայց ո՞նց է ստացվում, որ մեր երկրի տարածքները շարունակում են օկուպացված մնալ։ Իսկ որևէ հայտարարություն չկա, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն, ճիշտ հակառակը։ Ասում են մենք տարածքներ, Ադրբեջանը տարածքներ ունի, որ պետք է դեռ իրենց վերադարձվեն։ Լավ, ո՞նց է ստացվում, որ դուք ասում եք բանակը այդքան ուժեղացրել եք, 0-ից չգիտեմ ինչ բանակ եք կերտում, բայց մենք Ադրբեջանում դեռևս ունենք ռազմագերիներ։ Ո՞նց է տենց ստացվում։ Մենք իրականում այստեղ գալիս Տաթևով էինք գալիս, ճոպանուղի նստեցինք եւ Ռուբեն Վարդանյանի մասին ենք խոսում, հիշում ենք իր կատարած աշխատանքը։ Բայց եթե մենք այդքան հիմա այդ ռազմական շքերթը ցույց եք տալիս, ո՞նց է որ չեք կարողանում մեր գերիներին վերադարձնել։ Մեր բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն։ Մեր բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն։ Մենք սա չենք ասելու սելֆիների համար, չենք ասելու կեղծ պոպուլիզմի համար, պետությունը այդպես են պահում, պետությունը չեն պահում սրտիկներով, չեն պահում դոշին կպցրած քարտեզով։ Այո, սիրելի քաղաքացիներ, տեսնում եք մենք մեր շորերին չենք կպցրել Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Կպցրել են մարդիկ, ում օրոք մեր տարածքներն օկուպացվել են։ Իսկ նախագահ Քոչարյանի օրոք մի սանտիմետր տարածք Հայաստանի Հանրապետությունից օկուպացված էր, ոչ, պաշտպանված սահմաններ ունեին ու նաև խաղաղություն էր։ Հիմա ինչ է իրենց հիմնական թեզը, որ եթե մենք չլինենք, կլինի պատերազմ։ Բայց դա ում օրոք է եղել այդ պատերազմը։ Այս իշխանության օրոք չի եղել։ 3 պատերազմ բերած իշխանությունը անամոթաբար ասում է, որ եթե մենք չլինենք, կլինի պատերազմ։ Սա ուղղակի խայտարակություն է։ Հետո իսկապես էլ այդ անդադ մտածում եմ վաղ ռազմական շքերթի մասին, ես պատկերացնում եմ ինչպիսի տեսարաններ են փորձելու ստեղծել։ Ու հետո ուզում եմ, որ մենք տեսարանից բացի լսենք, թե նաև ինչ խոստումներ են տալիս այս իշխանությունները։ Ինչ են խոստացել, փաստացի։ Սովորաբար գնում են ընտրությունների լավ բաներ խոստանալով։ Չէ՞, այս մարդիկ բաց ասում են, որ մենք վերընտրվենք, նոր տարածքներ են հանձնելու։ Իդեմս Տիգրանաշենի, Տավուշի որոշ տարածքների։ Ասում են, որ մենք ընտրվենք, եկեղեցին քանդելու ենք։ Ադրբեջանի պատվերով սահմանադրություն ենք փոխելու։ Չեն էլ թաքցնում, զարմանալի բան է, չէ՞, առաջ ինչ որ գործողություն անում էին, փաթեթավորում էին, ինչ որ լավ անվան տակ։ Հիմա չեն էլ թաքցնում, ասում են գանք, անելու ենք։ Հիմա մեր պատասխանը պետք է լինի այն, որ հունիսի 7-ին վերջնականապես մերժենք այս իշխանություններին, ընտրենք այն իշխանության, ով իր փորձով, այն մարդկանց, ովքեր իրենց փորձով ցույց են տվել, որ կարող են երկրի սահմանները ամուր պահել, զարգացնել տնտեսությունը եւ արժանապատիվ կեցվածք ցույց տալ միջազգային հանրության առաջ։ Այդպիսի իշխանությանը արժանի մեր ժողովուրդը։ Ես մի նախադասություն էլ ասեմ ու ավարտեմ։ Ինձ ամենաշատը մեր քաղաքացիների հետ հանդիպումներում գիտեք ինչն է գալիս։ Այն վճռականությունը, որ ես տեսնում եմ ձեր մեջ։ Պետք է անկեղծորեն ասեմ, որ տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ հետ կանգնեցին իրենց պայքարին ցավոք սրտի։ Շատերը ընկրկեցին դժվարությունների առաջ, բայց այն համոզմունքը, որ ես տեսնում եմ ձեր մեջ, այս տարիների անցած պայքարում, ինձ միայն ուժ է տալիս մտածելու, որ այս ժողովուրդը անհնար է իրեն այնպես նվաստացնել, ինչպես հիմա Ալիևը անում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլ Փաշինյանի փոփոխությամբ մեր ժողովուրդը իսկապես վերականգնելու է իր արժանապատվությունը։ Այո, մեր հավաքներին չէին գալիս մարդիկ, ովքեր վարչական ռեսուրսով պետք է գան։ Չէին գալիս տիպողաբար ուսուցիչներ, որ հետո դուրս գանելու բողոքեն ասեն, դե լավ ոնց կարելի է այսքան ստիպել։ Ոչ, մեր մոտ գալիս են, մեզ հետ գալիս են մարդիկ, ովքեր խորը համոզմունք ունեն, ովքեր սիրում են իրենց երկիրը, ովքեր համոզված են, որ երկիրը պետք է ավելի ուժեղ լինի եւ մեր երեխաներին ավելի անվտանգ եւ մրցունակ պետություն ժառանգի։ Ու ես ուզում եմ ձեզ հատկապես դրա համար շնորհակալություն հայտնել։ Գիտեմ, որ այստեղ կարող են շատ այլ մարդիկ լինեին, ովքեր այսօրվա իրականացվող տերորի արդյունքում չեն կարողանում գալ, բայց ես ուզում եմ ասել, որ որևէ կերպ չհուսահատվեն։ Նույնիսկ եթե ԿՊ-ն ասում է պետք է ինձ ընտրեք, ասեք հա ձեզ կընտրենք, 8 տարի այս իշխանությունները ո՞նց են ձեզ խաբել։ Մի անգամ էլ իրանց դուք խաբեք, ասեք հա ձեզ կընտրենք, բայց հունիսի 7-ին ընտրատեղամասում դուք
լինելու եք ինքներդ ձեզ հետ եւ թույլ չտաք, որպեսզի ձեզ մեր սակից դարձնեն Արցախի հանձնմանը, մեր սահմանների մկրատմանը, թույլ մի տվեք, որ ձեզ մեր սակից դարձնեն այն նվաստացմանը, որ մենք հիմա տեսնում ենք Բաքվի բանտերում։ Իսկապես ոտքի կանգնենք ու մենք հատկապես Սյունիքում ենք այդ Սյունեցու արժանապատվության, ձգության ապացուցենք, որ մենք իսկապես շատ ուժեղ երկիր ենք լինելու, անվտանգ երկիր ենք լինելու, մրցունակ երկիր ենք լինելու, որովհետև մենք այդ ժողովուրդն ենք ու այդպեսին լինելու ենք միասին։ Շնորհակալ եմ շատ։ Հիմա խոսքը փոխանցում եմ ուղղակի ասեմ վարչապետի թեկնածու, ոչինչ պարոն նախագահ, Հայաստան Դաշնքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան։ Գնում ենք ընտրությունների և երևի նկատել եք, որ հիմնական խոսակցությունը խաղացան մասին։ Չէ, երևի տարբեր վարիացաններով, բանով, բայց հիմնական թեմը խաղացան։ Իշխող խոսակցությունը խաղացությունը դարձրել է իր հիմնական կարողչական, ասենք թեզը։ Ինչու համար, որովհետև ուրիշ բանից չի կարող խոսալ, իսկապես բոլոր նախանշված ծրագրերը իրենց նախկին խոստումները իրենք տապալել են եւ մնացել է մեկ թեմա խաղաղություն։ Եվ այդ թեման առաջ մղելու համար փորձում են ցույց տալ, որ միայն իրենք են սեփական աշնորհը խաղաղությունը եւ մյուս բոլոր քաղաքական ուժերը բերելու են պատերազմ։ Եվ զավեշտալին նաև որ խաղաղության մասին խաղաղության այդ թեզը փորձում է սեփականաշնորհել մի մարդ, որը բերել է պատերազմ, բերել է զոհեր, բերել է իսկական արհավի սեփական ժողովրդի գլխի։ Եվ մեղադրում է այն քաղաքական ուժին, այն առաջնորդին, որի ժամանակ եղել է խաղաղություն, չի եղել պատերազմ, եղել է արժանապատիվ խաղաղություն։ Եվ ըստ էության մենք մտել ենք մի բանավեճի մեջ, որը իր էությամբ աբսուրդային է, ժողովրդյան, չեք նկատում, խաղաղության ցած դրոշը ջանասիրությամբ տանում է մի մարդ, որը բերել է 5000 զոհ, 12000 վիրավոր եւ տարածքային հսկայական կորուստներ 150,000 փախստական։ Եվ փորձում է խաղաղության մեջ մեղադրել մի մարդու, որի կառավարման ժամանակ եղել է արժանապատիվ խաղաղություն։ Սա իսկապես աբսուրդ է, բայց մենք սա տեսնում ենք։ Հիմա ժողովուրդ, ես իմ կյանքում միշտ փորձել եմ, ինչ ասում եմ, բացատրել, թե ինչի համար եմ սա անում, եւ եթե մեկը մի բան է ասում, փորձում եմ նաև պահանջել, թե հիմնավորի, թե ինչի համար ես դու սա ասում։ Ես չունեմ հետևյալ բացատրություն։ Ինչ են ասում, ինչ է ասում օրինակ Նիկոլ Փաշինյանը։ Ասում եմ, մեզ պետք է խաղաղություն, բայց մեզ պետք չէ երաշխիքներ եւ երաշխավորներ։ Մենք ասում ենք, մենք ուզում ենք, մենք բերում ենք խաղաղություն, բայց խաղաղությունը կարող է հարատևին լինել եւ կարող լինել, եթե կա երաշխիքային համակարգ, կան երաշխավորներ։ Հիմա կարող եք ինձ բացատրել, կամ մեկը բացատրի, կամ ինքը բացատրի հանրությանը, ինչով է իրենք խանգարում երաշխիքները խաղաղության համար։ Այդ հարցը ես ինքս ինձ տալիս եմ, ես տարբեր լրատվամիջոցներով փորձում եմ այդ հարցը հաղորդել, միգուցե մի պատասխան ստանամ, զրոյական պատասխան։ Պատասխան չկա։ Ասում են, չէ, մեզ խաղաղությունը պետք, բայց այդ խաղաղությունը պետք է երաշխավորված լինի Ադրբեջանով։ Մենք օքեյ ենք սրա հետ։ Հիմա ես կգնեմ այդ շատ պարզ միտքը։ Ինչով է ձեզ խանգարում ձեր խաղաղությանը երաշխիքային համակարգը եւ երաշխավորները։
Ինչու է ձեզ խանգարում, օրինակ, եթե պետք է ստորագրվի ծառայության պայմանագիր, ինչու է ձեզ խանգարում, օրինակ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը, որը կհաստատի այս խաղաղությունը եւ որտեղ արձանագրված կլինի, թե խաղաղության խախտողը կենթարկվի որոշակի պատասխանատվության։ Հետևանքներ կլինի ագրեսորի համար։ Ինչով է դա ձեզ խանգարում։ Սա մեկ հարցադրում, ուղղակի ես հրավիրում եմ ձեզ նաև մտածել սրա մասին։ Ես չեմ կարող նաև ստանալ մի պարզ պատասխան, մի պարզ հարցի շուրջ։ Մեր հայի ինքնությունը ինչով է ձեզ խանգարում։ Ինչ եք ուզում հայի ինքնությունից։ Խի եք մտել կռվի մեջ, պատերազմի մեջ մեր ինքնության հետ։ Պատասխան չկա։ Մեր պատմությունը ձեզ ինչով է խանգարում, ժողովուրդ ջան, ես չգիտեմ, ինչով է խանգարում հայ ժողովրդի պատմությունը Նիկոլ Փաշինյանը։ Ես չեմ հասկանում եւ այդ պատասխանը չունենք, միջի այսօր չենք ստացել այն պահից, երբ այդ դիսկուրսը սկսվել է։ Թե ինչով է խանգարում ձեզ մեր եկեղեցին։ Ինչ եք ուզում մեզ գոնե հիմնավորեք, ասեք կոնկրետ sense համար 1 պատճառը սա է, համար 2 պատճառը մյուսն է եւ այլ եւ այլ եւ այլ։ Գիտեք, սրտիկներով պետություն չեն կառուցում, այս ամբիոնից արդեն հնչեց։ Սրտիկներով իսկապես մարդկանց ուզում են խաբել, միգուցե։ Բայց երբ որ դու խոստանում ես մեկ բան, ժողովրդի լեզվով ինչ են ասում, անում ես լրիվ ուրիշ բան։ Ժողովրդի մոտ շատ պարզ բան կա, չի ասում այս մարդը գցեց։ Միգուցե սիրուն բառ չի։ Այս մարդը ժողովրդին գցեց։ Ոչ թե ընկերոջ, մյուս, այդ ընկերների մասին մենք գիտենք, որ սաղին էր գցում, աջ ու ձախ։ Բայց Նիկոլ Փաշինյանը բոլոր այս ուղղություններով անվտանգություն, ինքնություն, եկեղեցի, հայկականություն, բոլոր այս հարցերով գցեց հայ ժողովրդին։ Քաղաքական խարդախ է այս մարդը, ոտից գլուխ։ Հիմա էր Հայաստանի քարտեզը Կուրսկին դրած, չգիտեմ ինչ է քարոզում։ Չեմ զարմանա, որ վաղը գլոբուսը գլխին դրած կհայտնվի ինչ-որ հանդիպումների ժամանակ։ Հիմա մի քանի խոսք Աննան նշեց արդեն այդ պարադի մասին, երբ շատ sense խոսակցությունների թեմա դարավ այդ պարադ կոչեցյալ հատուկ այդ պարադ եմ ասում, sense ժողովրդի մոտ ավելի շատ դա է, չէ, sense զորահանդես պարադ բառը օգտագործել։ Ես այն փորձ ունեմ եւ այն հիշողությունը իմ կենսագրության հետ կապված, որ կարող եմ համեմատություններ անել նմանատիպ sense երևույթների հետ։ Ուղղակի հիշեցնեմ, շատ է նման Սահակաշվիլիին, Նիկոլ Փաշինյանը։ Ես այդ համեմատությունը 1-2 անգամ արել եմ ուրիշ թեմաների շուրջ, բայց շատ է նման։ Ուղղակի հարահարի, վիճակը սրի, աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտնի, հետո օրինակ ռուսների հետ հարաբերություններ փչացնի, ամերիկացիներն մեկից ինչ-որ բան ստանալ, օգուտներ քաղել։ Այդ օգուտները քաղել, ազնական օգուտ են քաղում, բայց ժողովրդի գլխին փորձանք են բերում։ Հիմա ես հիշում եմ Սահակաշվիլիի քայլերը 2007 թիվ Ռուսաստանի հետ հարաբերությունները բավականաչափ փչացրած եւ արդեն արևմուտքից որոշ զինտեխնիկա ստացած, զրամեքենաներ, ինչ-որ բաներ եւ այլ, որը չնչին էր, բայց լավ ներկած, ցույց էին տալիս։ Առաջի պարադը, եթե չեմ սխալվում, եղել է 2007 թիվ մայիսի 26, իրենց անկախության օրն էր։ 2008 թիվ եւս մայիսի 26, եւս շքերթ, ես ինչի համար եմ դա հիշում, եւ նույն ներկած մեքենաները, շքերթ, որովհետեւ 2007 թվականին ես իրեն հետ հանդիպել եմ
ինքը հրավիրել էր Բաթումիում։ Գիտեք ինչ էր ասում։ Նենց բանակ կառուցեցինք, ռուսական բանակը քայքայված է, ամենայն անկեղծությամբ։ Ձեզ ասում եմ, այն ինչ եղել է։ Բանակ չկա, տամ սի ալկոգոլիկի, տամ չգիտեմ եւ այլ, քայքայված բանակը, մեր բանակը իրեն այն ժամանակ ասացի գլուխը ցավում է։ Ասի գլուխը ցավում է, լավ չես պատկերացնում, թե ինչ պատմության մեջ կարող ես հայտնվել։ 28 թվականի ես արդեն նախագահ չեմ, մայիսի 26-ին մի հատ շքերթ է անում, սիրուն, ներկած, դրոշներով, ամեն ինչով այդ տեխնիկայով, ուղիղ 2 ամիս հետո հարձակվում են Ցխինվալի վրա, խաղապահ, ռուսական խաղապահներից 22 հոգի եթե չեմ սխալվում, զոհվում են, բայց դրանից հետո 3 օրում ռուսական բանակը հայտնվում է Թիֆլիսի մոտակայքում եւ մտնում են պոցի, ուր գնում են դեմ ազատ էր, բանակ չկա, այդ պարադանող բանակը անհետացել է, բանակ էին փնտրում, ահու էին անում, բանակ չկա, Ժողովուրդ ջան, ձևականության, սենց պոնտերի, սենց ցուցադրական քայլերով դու բանակ չես կարող ստեղծել։ Չես կարող ստեղծել։ Մի խայտարակություններ, Սաակաշվիլին էլ իր բան գալստուկներ բանանում, ծմծամում, եթե այդ կադրերը մի քիչ ավելի ավագ սերունդը երբ լավ են հիշում։ Ձեզ փորձում են համոզել, որ զրոյից բանակ է ստեղծել եւ մի հիմար արտահայտություն օգտագործվեց, ինչպես ասեց, 3 ավերակ կոչեցյալ բանակը ինքը իբրև ժառանգել է, ինքն է սարքել ավերակ, մենք ունեցել ենք մարտունակ բանակ եւ ինքը սարքել է ավերակ, հիմա ավերակ սարքելու մեջ փորձում է մեղադրել նրանց, ով այդ բանակը ստեղծել են։ Եվ իմ կոչը չխաբվենք, այս մարդը խաբելու չեմպիոն է, իսկապես չեմպիոն է, այստեղ մենք չենք կարող մրցել։ Ուրեմն պետք է զգաստանանք, պետք է հասկանանք, որ մենք ունենք այդ հնարավորությունը կանխել այս ամենը, մենք ունենք հնարավորություն ամրապնդել մեր ինքնիշխանությունը, ամրապնդել մեր բանակը եւ մենք կոնկրետ Հայաստան դաշինքը այն ուժն է, որը բերելու է խաղաղությունը։ Արել ենք ժամանակին, անելու ենք եւս հիմա։ Եվ մեր բանաձևը խաղաղության հետեւյալն է, կրկնեմ, խաղաղությունը պետք է լինի երաշխավորված, հարատևելի եւ կայուն։ Եվ չի կարող լինել խաղաղություն, որը կախված է մեկ մարդու քմաճույքից, տվյալ դեպքում Իլհամ Ալիևի քմաճույքից, դա խաղաղություն չի, դա վասսալական կախվածություն է Ադրբեջանից։ Եթե համաձայն ենք, ուրեմն ինչ պետք է անենք մենք, հունիսի 7-ին, համար 17-ին, եւ միասին կարող ենք, միասին կարող ենք։ Եթե ինքը գլոբուսը չդիլի, մենք պետք է գլխին այդ գլոբուսը դնենք։ Շնորհակալություն, հիմա մենք անցնում ենք մեր ավելի սենց հարց ու պատասխան հատվածի։ Մենք անցել ենք ինտերակտիվ, մենք հանդիպումը կարող ենք փակել, բայց մենք պատրաստ ենք
պատասխանել ձեր հարցերին, երեմի 15-20 րոպե, եթե հուզող հարցեր կան, մենք ձեր տրամադրության տակ ենք։ Երևի այդ ծափահարությունները ընկալվեց որպես հանդիպման ավարտ, բայց նայեք, ոնց շարունակեմ։ Եթե հարցեր չկան, ուրեմն ավարտենք հանդիպումը։ Կա։ Ուրեմն ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ Քարամբուջի տարածքից 300 հեկտար հող վերցրածը 6 տարի անց էլ դրա մասին ոչ մեկը ոչ մի տեղ ոչ ասել է, ոչ էլ ասում է։ Ասեք Էվազլարի տարածքը, որ ասում է Էվազլարը Ափանի ճանապարհը որ փակել է, երկևի մասից մեկ ցակ է կապված։ Գրիգորյանը լավ գիտի այդ տարածքը, ներով շատ ագնացել։ Վերցրել 300 հեկտարից ավել, ոչ մի տեղ չի ասել։ Միշտ ասում ենք իշխանասա, Սերլիչ, գյուղի տարածքը, բան չունեմ ասել։ Ժորժ ջան, չեն էլ ասելու։ Ուզում ասեմ, միշտ պիտի իրենց ասվի, որ ասում են 100,000 քառակուսի մետր վերցրածա, ես ուզում եմ ասեմ կարող ոչ թե կարող եւ տենց կա ոչ թե 200 ավելի շատ, կարող 300։ Հասկացա։ Ուզում ասեմ միշտ Հասկացանք, շնորհակալություն։ Եղավ, իմ առաջարկը այնուամենայնիվ փակենք, հա, փակենք հանդիպումը, շնորհակալություն ձեզ։ Եթե կա հարց, ես կմնամ, եթե կա հարց, մոտեցեք, մենք քննարկենք, լավ։ Տարածվի արդար մեր անունը, Հայաստանը մերն է, սերն է, տունը հայ։
Ցավ